պետությունների սահմանները քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կամ ընդհանրապես Հայաստանում կամ Ադրբեջանում կամ Վրաստանում որևէ իշխանություն չի գծում։ Պետությունների սահմանները գծվել են մեր պետությունների նկատի ունեն Հայաստան, Ադրբեջան, Վրաստան 1920 թվականին եւ դրանից հետո այդ սահմանները փոփոխության չեն ենթարկվել։ Դա ոչ մեր ասելով կարա այս կողմ փոխվի, ոչ իրանց ասելով էլ այս կողմ չի փոխվում, իրանց ասելով էլ չի փոխվում, մեր ասելով էլ չի փոխվում։ Պետությունների սահմանները շատ բացառիկ դեպքերում եւ շատ բացառիկ կատակլիզմներից հետո կարող են փոխվել գերտերությունների համաձայնությամբ, միայն գերտերությունների համաձայնությամբ։ Սա է աշխարհի կարգը։ Վերջ։ Իչա որ ասում եք դուք ասում եք այսպես, դուք ասում եք այնպես, դուք ասում եք Ղարաբաղը։ Այս պետության եթե ասում ենք Արցախը մենք գրավել ենք, ոչ թե ազատագրել եւ հիմա դա դուք ինձ լսում եք։ Դրա համար ասացի, որ մենք չենք ասում սովետական միության հիմնադրման ժամանակ գծված սահմաններն են դա ասում։ Մենք փորձ անկախությունից հետո քանի որ կոնֆլիկտը ծագեց, փորձ կատարվեց որոշակի շտկումներ այդտեղ մտցնել։ Որոշակի շտկումներ եւ այդ շտկումները էլի եթե դուք հիմա կարդաք բանակցային փաստաթղթերը պետքա տեղավորվեին 1920 թվականի որոշումների տրամաբանության մեջ դրա համար էին 3 սկզբունքները մեկտեղված ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի կիրառման բացառում եւ այդ փորձը ինչպես տեսնում եք բայց նույնիսկ այդ փորձը կրկնում եմ 3 սկզբունքի համատեղումներ էլի սահմանի փոփոխության հարց այդքան փաստաթղթեր հիմա կան ԱՄՆ պետդեպի այդ փաստաթղթերը մեղրի հետ կապված դուք համոզված եմ տեսել եք երբ պետք հարտուղարն ասում է որ բացառված է սահմանի փոփոխություն եւ Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ երբ ասում են պետք է ուզում ենք հողերը փոխանակենք դա խորհրդապահական խոսակցություն ասում ոնց կարող է այդպիսի բան լինի աշխարհում հազիվ ենք բրծել պատերազմներից հիմա նորից սկսենք հողեր փոխանակել իրար հետ սա շատ տարածված խոսակցություն է ու այնպես որ ձեր պնդումները անելուց առաջ այդ թեմաները ես ձեզ որ Հայաստանը կարող որոշի թե որ տարածքը որ պետության մեջ է մտնում Հայաստանը չի կարող նման որոշում կայացնել նման բան ասաց որ Հայաստանը կարող է որ բան տարածքը ասում եք դուք ասում եք դուք այսինքն մենք ոչ միայն մենք, այլև նա հայտարարեց Պրահայում, որ միջև էդ էլ ուրիշ բաներ ասել էր Արցախը Հայաստանը, հետո ասաց Արցախը Ադրբեջանը, ես դա եմ արձանագրում։ Մինչև այդ Փաշինյանը ասել է այն, ինչը որ այն ժամանակվա մեր վիճակում կարող էր սպասարկել մեր շահերի պաշտպանությունը։ Որովհետև մենք այդ ժամանակ գտնվում էինք կոնֆլիկտում, որը հանգել էր փակուղու եւ այդ փակուղուց ելքը չէր երևում։ Դրա համար ասել Արցախը։ Ինքը դա բացատրել է 1000 անգամ բացատրել է։ Եվ հիմա դուք ամեն եք ասում համեն, հիմա որն է ճիշտ։ Հիմա դուք իրան մեղադրում եք, որ ասել է, թե մեղադրում եք, որ չի ասում։ Հիմա օրինակ ես հարցը ձեզ տամ։ Որն է ճիշտ։ Ճիշտը որն է ասելը, թե մտածել, բայց չասել։ Այսինքն դուք Ադանայի մասին խոսելիս դուք խնդրեմ չունեք։ Դուք խնդրեմ չունեք, ասում եք, ինչ է եղել, ասենք։ Ինչ, մեր հայրենիքն է, բայց ասում եք Փաշինյանը ասեց Արցախը Հայաստան է, չպետք է ասեր։ Դուք Արցախը Հայաստանը, ես ասում եմ, հետո ինչի ասեց Արցախը Ադրբեջանը։ Շարունակել Ադանայով, Ադրբեջանի կազմում ճանաչելն է։ Ոչ թե տարածքները, որ ասել էր Արցախը Հայաստանը խնդիրն էր, որ ասեց Արցախը Ադրբեջան է։ Այսինքն այդ հատվածը ճիշտ էր ասել։ Այդտեղ ոչ մի խնդրեմ չունեք։ Դե եթե ինքը կարող է իր ասածի տակից դուրս գալ, հա, խնդրեմ չունի։ Նման խնդիրների տակից դուրս են գալիս պետությունները իրենց ունեցած ռեսուրսներով։ Սա անձնական վեճ չի, որ ինչ-որ մեկը ինչ-որ բանի տակից դուրս գա եւ հարցը ասելը չի։ Հարցը կոնկրետ գետնի վրա եղած կոնֆլիկտն է, ասելու հարցը չի։ Դրանից առաջ էլ են շատերը, Ռոբերտ Քոչարյանն էլ է ժամանակին ասել Արցախը Հայաստանը։ Ժամանակին հիշում եք, հա, դրա մեջ խնդիրը դրա մեջ չի։ Խնդիրը ասում եմ ինչի մեջ էր։ Այնա որ սովետական միության փլուզումից հետո կոմպակտ հայ բնակչությունը հայտնվել էր այլ պետության, սովետական միությունից անկախացած այլ պետության տարածքում, ինչի հետ համաձայն չէր։ Եվ մնացածը արդեն գիտեք։